Պարոն Առաքելյան, Երևանում էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մի շարք մեսիջներ հղեց հայ հանրությանը, նաև պաշտոնական Երևանին, թե Հայաստանին Ուկրաինացում չի սպառնում, մենք բարեկամ երկիր ենք ի տարբերություն Ուկրաինայի, հարգում ենք իրենց լեզուն, մշակույթը, ինչ դիտարկումներ ունեք այս հայտարարությունների շուրջ։ Նախ այս այցը շատ է շահարկվում, նշեմ, որ սա ըստ էության պլանային փոխադարձ այց էր եւ պետք է այդպես մեծ նշանակություն չտալ, իսկ ինչ վերաբերում է այդ ձեր նշած, որ Հայաստանին ուկրաինացում չի սպասվում, ուրեմն այս եզրույթը, հա, Հայաստանի ուկրաինացումը եւ ռուսական, այսպես քարոզչական դաշտից Հայաստանի քարոզչական դաշտ նետված եզրույթ է, որը շատ հաջողությամբ օգտագործում են նաեւ օրինակ հայաստանյան քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչներ, որոնք Հայաստանի դեպի Եվրամիության Հայաստան-Եվրամիություն այդ սերտեսման գործընթացը բնութագրում են կամ դիտարկում են այդ տեսանկյունից, հայտարարելով, որ եթե Հայաստանը դասեր չքաղի, ապա նրան սպասում է ուկրաինացում, սա անթույլատրելի հայտարարություններ են, սրանք Հայաստանի հասարակությանը մշտապես վախի մեջ պահելու հայտարարություններ են եւ նրանք, ովքեր լծված են այս քարոզչական թեզը Հայաստանի հանրային քաղաքական դաշտում տարածելու, դրանք գոնե ինձ համար չեն տարբերվում այն ռուսական քարոզիչներից, ովքեր առավոտանից երեկո ուրեմն Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի կանոններով մարտեր են մղում, դրանք ինձ համար կրկնեմ, այդ մարտիկ, այդ անձինք ինձ համար ռուսական պրոպագանդայի քարոզիչներ են։ Իհարկե Հայաստանին ուրեմն ուկրաինացում չի սպառնում, եւ դա ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստանը դա չի ցանկանում, այլ այն պատճառով, որ Հայաստանը սուվերեն երկիր է եւ Հայաստանը ինքն է որոշում իր արտաքին քաղաքական ուղղվածությունները եւ ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում, ապա պետք է նշեմ, որ եթե այստեղ խնդիրներ կան, ապա այդ խնդիրները առաջացել են ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի պատճառով եւ հենց Ռուսաստանը պետքա ուրեմն հայացնետի այդ քաղաքականությունը եւ հասկանա, եթե իհարկե ցանկություն ունի, հասկանա թե ինչ է այնպես չի արել, որը առաջացրել է Հայաստանի Հանրապետության նրա ազգաբնակության վրթովմունքը եւ այստեղ մի տեսակ այդ քարոզիչների կողմից ներկայացվում է, որ կարծեք թե հայկական իշխանություններն են, հա, կամ քաղաքական էլիտա ինչ որ մասն է նման դիրքորոշում դրսևորում, այստեղ էլ իրանք սխալվում են եւ պետք է նշենք, որ նաեւ հասարակության ճնշող մեծամասնության մոտ է այդպիսի տրամադրություններ եւ այդ տրամադրությունները շեշտեմ ստեղծել է ոչ թե Հայաստանի Հանրապետության իշխանությունները, ժողովուրդը եւ այլն, այլ ստեղծել են հենց Ռուսաստանի Դաշնության իշխանությունները, քաղաքական էլիտեն, ովքեր այս վերջի առնվազն սկսած 18 թվականից իրենց վարած քաղաքականության արդյունքում եւ Հայաստանի նկատմամբ եւ Արցախի նկատմամբ բերել են, հանգեցրել են տրամադրությունները այդ կետին։ Իդեպ Լավրովն ասում է, որ իրենց տված զենքով Հայաստանը ժամանակին 7 տարածք է ազատագրել եւ ոչ բոլորին կարող է դուր գալ այն բիզնես գործարքները, որ Ռուսաստանը անում է տարբեր երկրների հետ, ինչ դիտարկումներ ունեք այս հայտարարության շուրջ, հատկապես որ այս հարցը մեր հանրությանը շատ է մտահոգել եւ սա եղել են հարցերից մեկը, որ դուք էլ նշեցիք, դարձել է պատճառ, որ մենք ունենանք հակառուսական տրամադրություններ։ Տեսեք, Լավրովի կոնկրետ այդ հայտարարությունը ուրեմն հիմքեր չունի եւ ավելի շատ մանիպուլատիվ է։ Երբ օրինակը բերում ենք 90-ականներին, երբ որ Լավրովը ասում է ռուսական զենքին, հետո օրինակ է բերում, հա, ինչ որ աֆրիկյան պետությանը, որ աֆրիկյան կոնկրետ պետությունում էլ են օգտագործում ռուսական զենք, այստեղ ոչ թե ինչ որ սև շուկաներից ձեռք բերված ռուսական զենքի մասին է, այստեղ խոսքը գնում է պետական քաղաքականության մասին։ Նախ 90-ականներին այդ զենքը, որը Հայաստանը ձեռք է բերել եւ օգտագործել է Արցախյան առաջի պատերազմին, այդ զենքը Ռուսաստանը Հայաստանին չի տվել, այդ զենքը այո ձեռք են բերել տարբեր աղբյուրներից եւ ավելին ասեմ, շատ հաճախ, ինչպես
այսօր էլ Ռուսաստանը խոչընդոտներ է ստեղծել այդ զենքի ձեռքբերման համար։ Իհարկե եղել է մի ժամանակահատված, երբ սկսած առնվազն երևի 92 թվականից, երբ որ Հայաստանի պաշտպանության, երբ որ Վազգեն Սարգսյանի եւ օրինակ Ռուսաստանի պաշտպանության նախարարի Գրաչովի միջև անձնական հարաբերությունների հիմքով որոշակի զենք զինամթերք է բերվել Հայաստան, բայց նշեմ ինչ է Հայաստանը զենք եւ զինամթերք է ձեռք բերել այլ աղբյուրներից եւ այո դա սովետական ծագման զենք է եղել եւ դա չի նշանակում որ Ռուսաստանը Հայաստանին զենք է տրվել որպեսզի պաշտպանվի Ադրբեջանից, սա մեկ։ Հաջորդը ուրեմն ինչ վերաբերում է ուրեմն այդ օրինակին, հա, աֆրիկյան պետության, տեսեք ես նշեցի, որ այստեղ ոչ թե ինչ որ X աֆրիկյան պետության մասին է խոսքը գնում, այլ ուրեմն շատ անտեղին ուրեմն համեմատություն է, խոսքը գնում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի մասին եւ Ռուսաստանը իր ռազմավարական դաշնակցի հակառակորդին զենք է վաճառել, որպեսզի նա հետագայում պատերազմի այդ ռազմավարական դաշնակցի դեմ։ Սա է տարբերությունը այդ աֆրիկյան պետության, որտեղ զենքը չգիտես ինչ ճանապարհներով ձեռք են բերել ռուսական, սովետական, եւ տարբերությունը, որ Ռուսաստանը ունեցել է պետական քաղաքականություն եւ այդ քաղաքականության շնորհիվ զենք է վաճառել ընդ որում հարձակողական իր ռազմավարական դաշնակցի հակառակորդին եւ երբ որ Ռուսաստանը խոսում է ուրեմն Հայաստանում հակառուսական կամ Ռուսաստանի նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունքի մասին, պետք է օրինակ այս համեմատությունն էլ անենք, օրինակ դու կարող եք ցույց տալ ուրեմն նատոյական մի երկրի որի հակառակորդին Միացյալ Նահանգները զենք է վաճառել եւ ահա այստեղ է երևում դաշնակից լինելու արևմտյան պատկերացումները եւ ռուսական պատկերացումները, այսինքն այսօր դու Ռուսաստանին դաշնակից ես եւ եթե ինչ որ մի երրորդ երկրի հետ վաղ Ռուսաստանը շահեր ունենա եւ դու հակասություններ ունենաս, ապա Ռուսաստանը ամբողջովին ուրեմն անտեսելու է քո շահերը, չնայած որ դուք տասնամյակների ընթացքում դաշնակիցներ եք եղել։ Տեսեք նույն Իսրայելի օրինակը, երբ որ վերցնում ենք, որքան էլ Միացյալ Նահանգները քննադատում է նրա քաղաքականությունը մերձավոր արևելքում ու մասնարարապես Պաղեստինի ու Գազայի նկատմամբ, բայց այնուամենայնիվ դուք չեք տեսնի, որ Միացյալ Նահանգները չկատարի իր դաշնակցային պարտավորությունները։ Այս համատեքստում Լավրովի հայտարարությունը նախ համեմատությունը աֆրիկյան այդ պետության հետ անտեղին էին եւ այստեղ էլ կարծեք թե Հայաստանին համեմատում են Ռուսաստանի դաշնակից Հայաստանին, Ռուսաստանը համեմատում է աֆրիկյան որևէ պետության հետ, սա մեկ եւ երկրորդը համեմատության հիմքերը սխալ էին, քանի որ եթե այդ երկրներում զենքը ձեռք է բերվում ինչ որ զարտուղի ճանապարհներով, ապա Ադրբեջանին Ռուսաստանը նպատակային քաղաքականության շնորհիվ միջոցով մատակարարել է մեծ քանակությամբ զենք զինամթերք, ընդ որում հարձակողական, որոնք 2000 արդեն սկսած 16 թվականից եւ 20 թվականի 44-օրյա պատերազմում լայնամասշտաբ կերպով կիրառվել են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի դեմ։ Կարծում եք մեր նաև արտգործ նախարարի հղած մեսիջները ինչ որ կերպ Ռուսաստանի քաղաքականությունը փոխելուն կծառայեն, թե ոչ հատկապես այն կոնտեքստում, երբ բաց ասվեց, որ մենք դժգոհ ենք ջերմուկում տեղի ունեցածից հետո Ռուսաստանի պահվածքից, հապկի պահվածքից, որ դաշնակցային մեր պատկերացումները մի փոքր այլ են եղել եւ սպասելիքներն են այլ եղել։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը տարբեր մակարդակներով, թե վարչապետի մակարդակով եւ թե արտգործ նախարարի մակարդակով բազմիցս այդ անհամաձայնությունների եւ դժգոհությունների մասին հայտարարել է եւ ամեն անգամ մենք Ռուսաստանից ստացել ենք նույն այսպես ստանդարտ պատասխանները, որոնք ի դեպ կրկնում են նաեւ հայաստանյան այդ որոշ շրջանակները, որ այ Հայաստանը ուրեմն ճանաչեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում եւ հետեւաբար մեր միջնորդական ջանքերը զրոյացվեցի եւ այստեղ գիտեք պարադոքսը որն է, մի կողմից Ռուսաստանը ասում է, որ Հայաստանը ճանաչեց Արցախի
Ադրբեջանի կազմում լինելու փաստը եւ մեր միջնորդական ջանքերը հոդս ցնդեցին եւ մենք այլևս ոչինչ չէինք կարող անել, բայց միևնույն կողմից տեսեք նույն Լավրովը հերթական անգամ կրկնում է 2020-ից 22-23 թվականների այդ ձեռ բերված երակող պայմանավորվածությունների մասին։ Այսինքն, եթե Հայաստանի հայտարարությունը ձեզ խանգարել է, այդ դեպքում ինչ հայտարարությունների մասին է խոսքը, մյուս, այսինքն երկակի մոտեցում կա այստեղ, մի կողմից իրենք ասում են, որ Հայաստանի հայտարարությունը խանգարեց, որ մենք մնացած գործընթացները շարունակեինք, ինչպես որ ստորագրել էինք, բայց իրենց չի խանգարում օրինակ Հայաստանի այդ հայտարարությունը, որ Հայաստանից ակնհայտ կամ քողարկված կերպով պահանջեն այսպես կոչված միջանցքը, այստեղ, այսինքն Ռուսաստանը ինքը իրեն էլի հակասում է, ավելին ասեմ, եթե այդ հայտարարությունը խանգարելու էր հետագա ռուսական միջնորդական ջանքերին եւ այդ անվտանգային երաշխիքներին, ապա ինչու է Ռուսաստանի նախագահը երկու անգամ 2020 թվականի քարորիա պատերազմից հետո երկու անգամ բաց տեքստով հայտարարում, որ Ղարաբաղը դա Ադրբեջանի միջազգայինորեն ճանաչված տարածքներն են։ Որոնք են այն մեսիջները, որ Լավրովը հղեց մեր քաղաքական դաշտին, մենք ուզենք թե չուզենք հիմա նախընտրական կարծես շրջան է Հայաստանում, ու մենք տեսնում ենք նաև մեր նախկին նախագահների պայքարը 2026-ին Ռուսաստանի թեկնածու լինելու համատեքստում, ինչ եք կարծում, ինչքանով աջակից կլինի Մոսկվան իրենց։ Տեսեք, ցավալի է, որ մեր քաղաքական դաշտի որոշ շրջանակներ արդեն անթակույց կերպով ակնկալում են դրսի անմիջական ներգրավվածությունը Հայաստանի ներքաղաքական գործերին։ Ես երեք լսում էի նաև Հայաստանի երրորդ նախագահի հարցազրույցը, դրանից առաջ նաև երկրորդ նախագահի հարցազրույցը եւ այս մարդիկ լինելով 10 տարի ղեկավարելով Հայաստանի Հանրապետությունը բաց տեքստով ասում են, որ իրանք այո, եթե դրսի աջակցություն լինի ներքաղաքական հարցերում շատ ավելի հեշտ կլինի իրենց համար, սա փաստացի բաց հայտարարություն է դրսի կոնկրետ ուժերին միջամտելու Հայաստանի ներքաղաքական կյանքին, որը դատապարտելի է եւ սա կարծում եմ շատ վատ պրակտիկա է թեկուզ ազգային անվտանգության տեսանկյունից Հայաստանի Հանրապետության համար եւ նման հայտարարությունները եւ գործելաոճը պետքա նաեւ ունենա Հայաստանի Հանրապետությունում որոշակի քրեաիրավական գնահատական, եւ եթե չկա քրեական օրենսգրքում որոշակի հոդվածներ, ապա պետքա լրացվի քրեական օրենսգիրքը նոր հոդվածներով, որը քրեական պատասխանատվություն կսահմանի այն մարդկանց նկատմամբ, ովքեր Հայաստանի քաղաքական դաշտում նման բաց տեքստերով հայտարարություն են անում, որպեսզի երրորդ երկրները ներգրավվածություն ունենան եւ իրենց օգնեն Հայաստանում իշխանափոխության կամ հեղաշրջման մեջ։ Փաստացի երրորդ երկրներ ասելով մենք Մոսկվային նկատի ունենք երևի թե եւ ձեր կարծիքով ինչքանով կլինի Մոսկվայի միջամտությունը ու արդյոք Մոսկվային պետք է Հայաստանում իշխանություն փոխել։ Տեսեք, հեղափոխության առաջին օրերից մենք տեսել ենք Մոսկվայի միջամտությունը Հայաստանի ներքաղաքական կյանքին եւ նրանք ամեն մի պատրվակ փորձել են օգտագործել ցույց տալու, որ իբր Հայաստանի իշխանությունները կամ այս հեղափոխությունը դա հակառուսական հեղափոխություն էր եւ նրանք Հայաստանի դեմ իրականացվող այդ արտաքին քաղաքականությունը փորձում են պատճառաբանել կամ բացատրել այդ գործոնով, որը կարծում եմ ուրեմն ճիշտ չէ եւ որը կարծում եմ հասկացել են նաեւ մեր լայն հանրությունը եւ մեծ առումով տեսեք նույն 2021 թվականի ընտրությունները նույնպես ցույց տվեցին, որ որքան էլ նրանք ջանքեր են գործադրում Հայաստանում իշխանափոխության եւ իշխանազավթման համար, միևնույն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հասկացել են ինչա տեղի ունեցել եւ իրենց ուրեմն ամենամեծ բացթողումը այն է, որ իրենք երբեք հաշվի չեն առել եւ չեն առնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կարծիքը, դա ռուսական մշակույթ է, դա ռուսական քաղաքական մշակույթ է եւ դա նրանք օգտագործում են նաեւ իրենց ներքին կյանքում եւ ռուսական քաղաքականությունը հատկապես նաեւ ներքին կյանքում երբեք հաշվի չի առել հասարակության ու հանրային կարծիքը
եւ դա նրանք տարածում են նաեւ այն երկրներում, որտեղ իրենք փորձում են ազդեցություն ունենալ եւ այստեղ է իրանց ձախողումների հիմնական պատճառը, որ իրենք հաշվի չառնելով հատկապես օրինակ իրենք այդ քաղաքականությունը կարող են իրականացնել Բելարուսիայում, Ադրբեջանում, պայմանավորել երկրի մեկ անձի հետ, նախագահների հետ եւ այնտեղ իրականացնել իրենց ցանկալի քաղաքականությունը, բայց Հայաստանը եւ Հայաստանի նման պետություններում այդ քաղաքականությունը հնարավոր չի եւ գրեթե անհնար է իրականացնել առանց հաշվի առնելու հանրային կարծիքը եւ կրկնեմ այստեղ է որ իրենք թույլ են տալիս իրենց ամենամեծ ռազմավարական սխալը եւ այդ ռազմավարական սխալը թույլ տալու մեջ իրենց օգնում են իրենց այստեղի այդ ուրեմն այն անձինք որոնց նրանց այո 5-րդ շարասյունը որոնց նրանք հովանավորում են այդ նույն մարդիկ էլ իրենց այսպես Ռուսաստան կամ Կրեմլ ուղարկող իրենց այդ թղթապանակներում գրում են որ ամեն ինչ կարգին է ժողովուրդը բողոքում է եւ այլն բայց նույնիսկ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բողոքում են իրենց իշխանությունից դա չի նշանակում որ իրենք պատրաստ են ընդունել այդ նախկիների լուծը կամ այդ ռուսական լուծը, որը թոթափել են 18 թվականին։ Պարոն Առաքելյան, նաև կարծես թե Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանն իր թիմակիցները Ֆարմանյանն եւ այլն փորձում են 2018-ի հեղափոխության արտաքին հովանավորության հետ քաղորդել։ Ինչ միտում ունի սա ձեր կարծիքով։ Տեսեք, սա նույն տրամաբանությունն է, այդ քաղաքական շրջանակները, որոնք 20 տարի ճակերտների մեջ կառավարել են Հայաստանը, բայց իրականում Հայաստանը կառավարվել է դրսից, նրանք ուղղակի այս տեղապահներն են եղել, որոնց դրսից ասվել է ինչ անեն ու իրանք արել են, եւ իրանք ամբողջ քաղաքական մշակույթը, տրամաբանությունը, ուրեմն հոգեբանությունը հենց դրսի հովանավորների ուրեմն այդ համատեքստում է եւ իրենք չեն պատկերացնում օրինակ Հայաստանում առանց հովանավորների քաղաքական գործունեություն։ Եվ հետեւաբար իրենք էլի փորձելու են պիտակներ կպցնել, որ Հայաստանում հեղափոխությունը դրսի հովանավորների, այսինքն այդ դրսի հովանավորները 100,000-ավոր հայերի հանեցին փողոցները եւ ուրեմն հեղափոխություն իրականացրին։ Իհարկե ոչ, նրանք փորձելու են ամեն կերպ նախ Սերժ Սարգսյանի թիմը փորձելու է ցույց տալ, որ իրեն չեն մերժել, քանի որ դա հոգեբանական մեծ տրավմա է Սերժ Սարգսյանի համար, որ մի ամբողջ ժողովուրդ այնուամենայնիվ իրեն մերժեց եւ փորձել է ցույց տալ, որ դա ոչ թե ժողովուրդն է իրեն մերժել, այլ ինչ որ դրսի անհայտ ուժեր, ուրեմն իր դեմ դավադրություն են կազմակերպել եւ ինքը հեռացել է։ Սա է տրամաբանությունը, բայց կարծում եմ այդ տրամաբանությանը միայն իրենք են հավատում եւ Հայաստանում այն ինչ որ տեղի ունեցել նախ եւ առաջ ու գերազանցապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հովանավորության, աջակցության եւ մասնակցության միջոցով։ Շնորհակալություն։ Վերջ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։